Եդեմի պարտեզում ուրեմն Ադամը եւ Եվան չհնազանդվելով Աստծո կամքին նրանք վտարվեցին Աստծո երեսից խապնված լինելով սատանայից, բայց Աստված նորից նախաձեռնեց, ծրագրեց մեղավոր մարդուն փրկելու եւ այդ փրկության համար ուղարկեց իր միածինը, իր սիրելին, իր թանկագինը, որովհետեւ Աստված ինքը սեր է եւ նա մեզ հավիտենական սիրով է սիրում եւ այդ սերը արտահայտեց իր միածին որդին զոհելով մեզ համար եւ Հիսուսն էլ որպես հնազանդ զավակ Աստծո նա եկավ աշխարհ, մարդացավ, համաձայնվեց հոր կամքին, իր առջև դրված այդ խաչ անարգ մահը հանձնարավ, որպիսի ինձ եւ քեզ նորից ասուն մոտեցնի, թող իր անունը փառավորվի։ Դեռ Եսայի մարգարեն մինչև Հիսուս Քրիստոսի ուրեմն աշխարհ գալուց առաջ ինքը մարգարյացել է Հիսուսի մասին եւ Եսայի մարգարեն համարում ամենամեծ մարգարեն, ինչու՞ ոչ թե ծավալուն իր մարգարեություններով, ապա Աստծո ամենամեծ բաների մասին մարգարյացե, այսինքն Հիսուս Քրիստոսի փրկagorցության մասին։ Ես ուզում եմ կարդալ Եսայի մարգարեության 53-րդ գլուխը, 53-րդ գլուխ 4-րդ խոսքից պիտի կարդամ։ Տերը թող օգնի մեզ, որպեսզի մենք իրապես կարողանանք հասկանալ Քրիստոսի կատարած այդ աշխատանքը, իր տառապանքը, իր վիշտն ու ցավը։ Տերը թող օգնի, ուրեմն 53-րդ գլուխ Եսայի մարգարեության 4-րդ խոսք։ Իրավցնի անիկա մեր ցավերը վերցրեց ու մեր վշտերը իր վրա առավ։ Մենք զանիկա վիավորված, Աստուծո մեզ արնված, չարիքի հանդիպած սեպեցինք, բայց անիկա մեր մեղքերու համար վիավորվեցավ եւ մեր անօրությունների համար ծեծվեցավ, մեր խաղաղության պատիժը անոր վրա եղավ եւ անոր վերքերով մենք բժշկվեցանք, թող իր անունը փառավորվի, որովհետեւ իր վերքերի մեջ կա բժշկություն, իր արյան մեջ կա զորություն, մեր մեղքերը վերցնելու, մեր հիվանդությունները բժշկելու եւ շարունակում է 6-րդ խոսքը, ամենքս ոչխարների պես մոլորվեցանք, ամեն մեկը իր ճամփան դարձավ, Տերը մեր ամենու անօրինությունը անոր վրա դրավ։ Մենք անիկա անիրավություն կրեց եւ չարչարվեցավ, բայց իր բերանը չբացավ, մորթվելու տարող ոչխարի պես, իր խուզողների առջև մուճ կեցող մաքիի պես, այդպես իր բերանը չբացեց։ Այո, ընդհակառակ Պիղատոսը հարցրեց, ես իշխանություն ունեմ քեզ խաչ անելու եւ խաչի չիջացնելու, բայց Տերը բերանը չբացեց։ Միտեղ էլ ասեց, եթե ինձ այդ իշխանությունը քեզ տրված չլներ վերից, դու որևիցե բանել չէիր կարող անել։ Այո, Տերը եկել է, շատերն ասում են, Տիրոջը բռնեցին, խաչեցին, ոչ, ինքը այդ նպատակի համար էր եկել էր, որովհետև հիշում եք, եթե միտեղ ուրեմն ուզում էին բռնեին, որ գահավիժեին, բայց ինքը անցավ եւ գնաց եւ աներևույթ եղավ։ Միտեղ էլ ասեց, որ եկան Եդեմիական պարտեզում, որ իրան բռներին, ասեց ում եք ուզում, ասեցին Հիսուս Նազովրեցուն, ասեց ես եմ, որ ասեց ես եմ, հետ գնացին ու իրանք վայր ընկան, բայց Տերը եկել էր մեր մեղքերի համար, եկել է մեր արդարացնելու համար, մեզ բժշկելու համար էր եկել, մեզ Աստծուն մոտեցնելու համար էր եկել։ Շարունակում եմ կարդալ ուրեմն 10-րդ խոսքից նույն 53-րդ գլխի։ Տերը հաճեցավ, որ նա ճզմվի եւ տագնապի հանդիպի, երբ իր անձը մեղքի համար ողջակիզե, անիկա սերունդ պիտի տեսնե եւ իր օրերը պիտի երկարացնե ու Տիրոջ կամքը անոր ձեռքով պիտի հաջողվի։ Տիրոջ կամքը որն էր, որ նրա ձեռքով հաջողվի, որ սերունդ տեսնի, ինչքան սերունդ է եկել ու անցել, Քրիստոսի արյունով սրբվել, մաքրվել, Քրիստոսի հոգով բժշկվել եւ հիմա Աստծո որդի դարձած հավիտենական երկնքի մեջ են Աստծո հետ ապրելու, Աստծո հետ հավիտյան ցնծության ուրախության մեջ լինելու։ Տերը թող օգնի, խաչելիություն ամենադաժան, ամենացավոտ, ամենատարապալից ուրեմն մահապատիժն էր։ Կա այնտեղ էլեկտրական աթոռ, գնդակահարություն կա, կախաղան կա եւ գլխատել կա, բայց ամենացավոտը, ամենատարապալիցը դա Հիսուս Քրիստոսի խաչելությունն էր, խաչի մահն էր, որ ամբողջ արյունը հեղեց, վերջի այն կաթիլ արյունն էլ հիշում եք, որ ուրեմն ինչ արեցին, կողը խոթեցին եւ ինչ թափվեց, ջուր եւ արյուն թափվեց մեզ համար,
թափվեց մեզ արդարացնելու համար, թափվեց մեզ սրբացնելու համար, թափվեց մեզ Աստծուն մոտեցնելու համար։ Ուրեմն իր անձի աշխատության պտուղը տեսնելով պիտի կշտանա, իր արդար ծառան իր գիտությունով շատերին պիտի արդարացնե, քանզի անոնց անօրությունները ինքը պիտի կրե, անոր համար մեծերու հետ բաժին պիտի տամանոր եւ հեզերու հետ ավարեն բաժին պիտի առնե, քանզի իր անձը մահվան մատնեց, հանցավորների հետ սեպեցավ, շատերի մեղքերը վերցրեց եւ հանցավորներու համար միշնորդություն ըրավ։ Թող Տիրոջ անունը փառաբորվի։ Մենք հանցավոր ենք եղել, բայց միշտորդը մարդու եւ Աստծո մեջ դարձավ մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Թող իր անունը փառաբորվի, որ հիմա ինքը այստեղ է։ Այո, իր վերքերը ինչպես եղբայրն ասեց, թարմ է քեզ լվալու, մաքրելու, իր սուրբ արյունով ճերմակացնելու եւ Աստծո առջև կանգնեցնելու։ Ես կարծում եմ նաեւ ուրեմն Հովանու հայտնությունից, որ Հովանեսը պատմոց կղզում արդեն ակսորված Հիսուսի ուրեմն անվան համար ակսորված էր, կղզին էլ դաշան կղզի էր, մինչև այդ բոլոր առաքյալներին ուրեմն ինչ արեցին, ոմանց խաչեցին, ոմանց գլխատեցին, ոմանց ուրեմն սրով խոցեցին, բայց Հովանես Մկրտիչը տակավին ուրեմն պատմոց կղզում Աստծո անվան համար, Հիսուսի անվան համար այդ կղզում էր եւ այդ կղզին էլ տառապալից մի վայր էր եւ տեսավ հայտնությունը ու երեցներեն մեկը ինձ իսավ, անոնք որ ճերմակ հանդերձ հակեր են, ով են, ուրկե եկան, ես ասի անոնց, Տեր իմ դուն գիտես, ասավ ինձի, անոնք են մեծ նեղություններ են եկողները, որոնք իրենց հանդերձները լվացին եւ զանոնք գառնուկի արյունով ճերմկցուցին, անոր համար Աստծո աթոռի արշև են եւ իրեն կծառայեն ցերեկ ու գիշեր եւ տաճարի մեջ եւ աթոռի վրա նստողը իր վրանը պիտի տարածե անոնց վրա Այսուհետև ոչ պիտի անոթանան, ոչ պիտի ծառավեն, ոչ էլ արևը կամ տաքություն անոնց վրա պիտի ինքնի, վասնզի գառնուկը, որ աթոռի մեջ է, պիտի հովվե զանոնք եւ դեպի կենթանի ջուրի աղբյուրները պիտի առաջնորդե զանոնք եւ Աստծած բոլոր արցունքները պիտի սրբե անոնց աչքերից։ Թող իր անունը փառաբորվի։ Այո, մեր սուքը ուրախության է փոխվելու, մեր Տերը մահից կյանքի ենք փոխվելու եւ Տեր Աստված ինքը մեզ արցունքները սրբելու է։ Թող Տիրոջ անունը փառաբորվի։